Պանորամայեմի հաղորդման Պայրումից ոչ հեռու Լիչկաձոր գյուղի հատվածում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով այս պահի դրությամբ 2 մարդ է վիրավորվել եւ բարեբախտաբար զոհեր չկան։ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ ուժերի ղեկավար Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ շուրջ 60 փրկարար այժմ որոնողական աշխատանքներ են կատարում փլուզման վայրում եւ չի բացառում, որ դրա տակ էլի մարդիկ լինեն։ Նյուզեեմը տեղեկացնում է, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի հարցը։ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը նստաշրջանում ներկայացնելու են զեկույցը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների մասին։ Եվրոպական խորհրդարանականները կանցկացնեն քննարկումներ, իսկ փաստաթղթի վերաբերյալ քվեարկություն կկազմակերպվի հոկտեմբերի 7-ի նիստում։ Facebook սոցիալական ցանցի օգտատեր լրագրող Արման Ղարիբյանը, ով արժանապատիվ տրանսպորտ խմբի կոորդինատորն է, հանդես եկել նախաձեռնությամբ «Պահանջում ենք տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրաժարականը»։ Արժանապատիվ տրանսպորտ խմբի անդամներին չի բավարարում Հայաստանում տրանսպորտային սպասարկման որակը, որը գտնվում է քաղաքացու արժանապատվությունը վիրավորող մակարդակի վրա։ Արմանը նշել է, որ նախարարը ի վիճակի չէ վերահսկել ոլորտը եւ ոչ էլ առանձնակի ցանկություն է դրսեւորում որևէ բան անելու, պետք է հրաժարականի դիմում ներկայացնի։ Մեդիամաքսը գրում է, որ Արցախի Տիգրանակերտի տարածքում իրականացված պեղումների ընթացքում հնագետներն այս տարի գտել են գունավոր ապակու արհեստանոցի հետքեր։ Բացի այդ, պեղումների արդյունքում հայտնաբերել են մոզաիկ ապակու բեկորներ։ Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշում է, որ ապարանջանների մեծ մասը 12-13-րդ դարերին է վերաբերում։ Այդ ժամանակաշրջանում ապարանջանները բավականին տարածված էին։ Դաբավոգը այսօր իր մտքեր բալետից հետո գրառման մեջ անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին եւ 1996 թվականի նախագահական ընտրություններին։ Դաբավոգը գրում է, որ 96 թվականի ընտրությունների կեղծողը Լևոն Տեր-Պետրոսյանը չէր բացարձակապես։ Դա դասական wag the dog էր։ Իսկ գիտեք ինչու այդպես եղավ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ բարդ անձնավորություն է, եւ ես համոզված եմ, որ զուտ պրիմիտիվ իշխանությունը իր համար երկրորդականը։ Չէ, ինքը թույլ տվեց դա անել, որտեվ այդ պահին թքած ուներ երկրի վրա։ Ձանձրացել էր, իրան մեկ էր, կանցնի չի անցնի, կկեղծեն թե չէ։